Գյումրու Ալեքսանդրովսկի փողոցը կկառուցեն քաղաքապետարանի աշխատակիցները Սամվել Բալասանյանի գլխավորությամբ։ Առանց փողկապների, առանց կոստյումների աշխատանքային հագուստներով սեպտեմբերի 9-ից նրանք սկսել են տարածքի շինաշխատանքները։ Յուրաքանչյուր օր փոքր խմբերով միմյանց փոխարինելով պաշտոնյաները խոստանում են գյումրեցուն հանձնել գեղեցիկ, բարեկարգ եւ լուսավոր փողոց։ Ներկա պահին բետոնյա հիմք է արվում, որի վրա շարվելու են սալիկներ։ Դրանք միագույն չեն լինելու, 5 երանգի սալիկ է ընտրվել։ Դրվելու են նստարաններ, լինելու է լուսավորություն։ Բագրատունյա սպորակից հանված Շուրբան եւս գտնելու է իր արժանի տեղը։ Դրիվդի ցեխով պատեն որ մենք գործում պայմանավորված ցեխը մենք զենք կոմենակ այսօր չէ պրոտեսոր շատ են բանվորներ այս կամաց աշխատանքային ասում են ամբողջ փողոցի աշխատանք։ Ուրեմն մեր խնդիրը նոր ստեղլերի բետոնապատ է։ Որպեսզի ավելի էժան նստի մեր վրա այս բոլոր աշխատանքները։ Այսինքն հիմա որ եկել են օգնիցը, այսօր ուղղակի քիչ չի կազմակերպել։ Դե ամեն օր քիչ կան, որպեսզի երեկոյան, շաբաթ կիրակի օրերին աշխատի, օգնեն։ Որ կարողանանք այս տեսքի ֆերես փողոց մոդարապես։ Այդպես այստեղ արած է արդեն։ Որպեսզի հետո սալապատ են։ Որպեսզի էժան նստի մեր վրա։ Ինտերես է։ Այսօր քաղաքապետը ինչի համար է լապատկա վերցրել, որպեսզի ամբողջ քաղաքը տեսնի, որ պետք է մենք մեր ձեռքով մեր տունը կարողանանք կառուցել։ Խնդիրը սա է։ Այսօր մինչև ժամը քանի։ Դե տեսնի, ինչքան մատերիալ կա, ինչքան ցեմենտ ավազ կա։ Այն մասը, որ քանդված է, տագը հիմքը թույլ է, մենք կատարում ենք բետոնային աշխատանք, որպեսզի հետագայում դրա վրա մենք կարողանանք այդ բետոնային ձևավոր սալիկները կարողանանք շարել։ Շատ գեղեցիկ տեսք է ունենալու, շատ գեղեցիկ գունային իմաստով 5 տեսակի գույն է, այստեղ լինելու է բանը կանգնեցվելու է 13 հատ բաներ, այդ լույսի կանգնակներ, որի վրա կա 12 հատ լամպ։ Դրանից զատ դրվում է նստարաններ, շատ սիրուն, շատ գեղեցիկ նստարաններ եւ սիրուն ծաղկամաններ, շատ հաճելի փողոց է լինելու։ Իսկ այն վերևի մասում, երևի ոչ թե երևի դրվելու է մուշուրբեն։